Ծյոծը մեծ ձեր ասած իսկական տղամարդը ինչպեսին պետք է լինի։ Տղամարդը պիտի պատասխանատու լինի իր արարքների համար եւ իր խոսքի տերը լինի։ Եվ ես վստահ եմ, որ Վանոյի ուրախությանը չափ ու սահման չի լինի, եթե գաս ու իր աղջկա ձեռքը խնդրես։ Իսկ ինչով եք համոզված, որ ես լավ տղա եմ։ Համոզված եմ, որովհետև ճանաչում եմ ձեր ընտանիքը։ Եվ վստահ եմ, որ այդ ընտանիքում մեծացած դաստիարակված երիտասարդը չի կարող ստոր արարքներ անել։ Եվ երբեք մոր ու հոր պատիվը չի գցի։ Չեք հիմա ինձ էդ է ասում։ Մի մտածեք, ես ձեզ Վանոյի հետ խոսամ, ու այդ խոսակցությունը կլինի տղամարդավարի խոսակցություն։ Իհարկե խոսես։ Պիտի խոսես։ Բայց դա չեմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ որդուցս քեզ չեմ տարբերում։ Եվ շատ հարցերում քեզ ավելի եմ վստահում, քան Քրիսիս։ Ծյոծեմ շատ լավ գիտեք, բոլոր ընտանիքների հիմքը սերն է։ Առանց այդ սիրո ոչ մի ընտանիք չի կայանա։ Ճիշտ ես ասում, համաձայն եմ։ Իսկ ինչով եք համոզված, որ իմ ու Լիլիթի հարաբերությունների մեջ այդ սերը կա։ Համոզված եմ, որովհետև տղա ջան, քո եւ Լիլիթի սիրո պտուղը արդեն կա։ Եվ այն երեխան, որը պիտի լույս աշխարհ գա, 4 բոլորը միայն ուրախություն ու երջանկություն պիտի տեսնի։ Իսկ եթե ասեմ, որ ես պատրաստ չեմ հայր դառնալու։ Ոչինչ։ Կանցնի ժամանակ կպատրաստվես։ Ես նյութականի մասին չեմ խոսում։ Ես հոգեպես պատրաստ չեմ հայր դառնալու։ Դե դրա համար էլ ասում եմ, դու մի մտածի։ Ես էլ, Վանոն էլ քո կողքին կանգնած ենք։ Ես հասկանում եմ քեզ համար շատ դժվար է, բայց մի օր պետք է ամուսնանայիր, չէ՞։ Գիտեք ինչի վրա եմ զարմանում։ Չի։ Որ ես ամբողջ ընթացքում չեք հարցնում։ Ես Լիլիթին սիրում եմ, թե ոչ։ Չեմ հարցնում, որովհետև համոզված եմ տղա ջան։ Եվ դրա բառ ապացույցը Լիլիթիս վիճակն է։ Դե ասում էի, չէ՞ Կարեն, որ խորոյ տնեցիք տեղեք չնես ամեն ինչից։ Դու քո ընկերոջը չես ճանաչում։ Ես իմ ընկերոջը լավ եմ ճանաչում։ Խորոն համեստ տղա է, հոգու նման չի բանը չեղած շվշվացնելով մանգա։ Տաթև ջան, դու ինձ լավ գիտես։ Դու սրան մի լսի, բանը տեղ մի դի։ Լավ երեխեք, դուք շատ լավ ընկերներ եք, ես շատ եմ սիրում։ Խորենի պատճառով չարժի կռվել։ Ով մենք կռվենք։ Ինչ մասին ես խոսում։ Գիտեմ, որ չեք կռվում, ու գիտեմ, որ Խորենի հաջողություններով ուրախանում եք։ Ափսոս մաման տանը չի, ինքն էլ կուզեր տեսներ ձեզ։ Հա, ոչինչ, Տաթև ջան, եթե պետք լինի վաղն էլ կգանք, որ ուրախանա տիկին նվարդ։ Համել կխմենք մի բաժակ։ Վայ, լրիվ մոռացել եմ, գնամ մի բան բերեմ խմելու։ Նստի Տաթև ջան։ Գնամ բերեմ։ Վայ, ես ում նստի պետք չի։ Վայ, թող բերեք խմենք մեր մայստրոյին շնորհավորենք։ Չխոսես ասի։ Տաթև ջան, ես մեքենայով եմ, ես ընկերս էլ որ խմում է, ալերգիայի մեջ եմ գնում։ Աջան, ոչինչ, տենց էլ է, մինը։ Տաթև ջան, դու սրան մի լսի։ Գնա բերք խմենք շնորհավորենք։ Հասկացա, լավ։ Դե Տաթև ջան, մենք դուրս գանք։ Մամային կբարևես կշնորհավորես։ Հա, մաման հեսա երևի կգա։ Շատ կուրախանա, որ ձեզ տեսնի, ճիշտն ասած չգիտեմ ուրա գնացել։ Տաթև ջան, ես մի քիչ գործեր ունեմ։ Մենք դուրս գանք, հետո էլի կգանք համել երեխու հետ կխաղանք։ Արի գնացինք Կարեն։ Ապրեք որ եկաք, ես շատ ուրախացա։ Վեր կաց արա։ Իա, Ես ուշանում եմ, շուտ արա, վեր կաց։ Հայս էլ կոֆես չեմ վերջացել, նստի էլի մի քիչ։ Հելի Կարեն, հելի գնացինք։ Տաթև ջան, դու սենց խմորեղեններ համով շշուտ սարքին, ես շշուտ կգամ։ Գնա։ Դե գնացինք Տաթև ջան։ Արա, ես չեմ ջոգում, դու ուր տենց վռազում։ Ես եմ ջոգում, դու մնացել ես երեկվա դոզի տակ։ Չտեսար։ Ինչ պիտի տենայի։ Տաթևը հղի էր։ Ինչ։ Ասում Տաթևը հղի էր, արա։ Մարդկանց վիճակն էլ հիմա վիճակ չի։ Որ ասում եմ խորոն թողեց թռավ, ինձանից նեղանում ես։ Են անին էլ ընդեղ է, բարապ, խորեն։
Ինչ լավ է, չեմ մութը։ Ինչն է լավ։ Արցունքներս չեն երևում։ Գիտես, երբ քո տարիքին էի, ես վստահ էի, որ իմ հոգում ամենանվիրական ու ապահով տեղը իմ վերմակի տակ է։ Ինչ հետաքրքիր է, մամ։ Ինձ էլ է միշտ տենց թվում։ Երևի բոլոր սիրահարված աղջիկներն են այդպես մտածում։ Վստահում են իրենց գաղտնիքները, կամ վերմակին, կամ բարձին։ Ու արցունքները, չէ։ Նաև Երբ ես որոշել ինձ իմ արմատների հետ ծանոթացնել։ դրա ժամանակն էլ կգանի։ Դեռ չի եկել։ Արդեն մոտենում է։ Ինչքան բան ունես ինձ պատմելու, մամ։ Իսկ դու ինձ պատմելու բան չունես։ Ունեմ։ Իսկ ես լսում եմ։ Ես էլ չեմ ուզում աշխատեմ Կարենի հոր օֆիսում։ Մամ, չես լսում ինչ ասեցի։ Լսում եմ։ Ու չես ուզում իմանաս ինչի։ Չեմ։ Անի ես այլևս չեմ ուզում քո կյանքին խառնվել։ Ինչ ուզում ես արա։ Մամ։ Մամ, ես գիտեմ, որ դու այսօր օֆիս էիր եկել ու տեսել ես այդ խայտառակ նկարները։ Որտեղից գիտես։ Մամ, ես քեզ ճիշտ եմ ասում։ Ես ոչ մի բանում մեղավոր չեմ, ես կապ չունեմ այդ ամեն ինչի հետ։ Դու գիտես, ես երբեք չէի ընդունի Ներսեսի առաջարկը։ Իսկ ինչ է քեզ առաջարկել պարոն Ներսեսը։ Եթե ուզես, ես քեզ կարող եմ օգնել, որ դու շուտ մեկնես Ամերիկա։ Պարտադիր չի։ Ամերիկա հասնելու համար տարիներ կորցնես։ Ես հասկանում եմ, որ եթե այդ տարիքի մարդիմ նման ջահել աղջկան տենց բան առաջարկում, ուրեմն հաստատ մտքին ուրիշ բան կա։ Անի ընդամենը այդքան բանն է եղել ձեր մեջ։ Հա, ուրիշ ինչ պետք է լիներ, մամ։ Ես հասկանում եմ դու ինչ ես մտածում, այդ ահավոր լուսանկարները, բայց հասկացի այդ ամեն ինչը ավելի շատ արել են Ներսեսին վարքաբեկելու համար։ Իսկ դու մտածում ես, որ ես կարող եի նման քայլի գնալ։ Լավ հանգստացի, ես ոչ մի բան էլ չեմ մտածում։ Բա ինչ եկար օֆիս։ Անի դու պատկերացնում ես ինչ կլինի, եթե այդ լուսանկարները հայտնվեն պարոն Ներսեսի կնոջ մոտ։ Պատկերացնում եմ։ Մամ։ Մամ, ինձ մի հատ խորհուրդ կտաս։ Ասա լսում եմ։ Մամ, դու ինչ կանեիր, որ երևի խորենն է։ Ալո։ Ոնց։ Ինչ։
Անի, ես էի ձեզ զանգել։ Ինչ ա եղել, հիմա ինքը որտեղ է։ Վերկացտեղ են գնում։ Ուր ենք գնում։ Բժիշկի։ Հա։ Ինչ լավ է։ Էդելը հարցը լավա թե վատա։ Ինչի։ Ինչ պիտի լինի, որ վատ լինի։ Եթե հանգարց պարզվեց, որ ես եմ այդ երեխու հայրը, ու դեռ ուշ չի այդ երեխուց հրաժարվելու ենք։ Ինչ։ Նորից եմ կրկնում։ Այդ երեխուց հրաժարվելու ենք։ Ինչ չեք էլ հարցնում, ես երեխա ուզում եմ ունենամ թե ոչ։ Ես իմ երեխուց չեմ հրաժարվի։ Այդ երեխան մենակ քոնը չի։ Ու դա մենակ քո որոշումը չի։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գալու քո հետ։ Գալու ես։ Այս մեր ու աղջիկ որոշեք որ գլխի սարքեք, հա։ Ասեցի չեմ գալու, խորեն։ Չես վախենում, որ պապայիս ամեն ինչ կպատմեմ։ Չէ, չեմ վախենում, որովհետև որ պապատ իմացավ, առաջ երթին քո գլուխն ա ջարդելու, որ չամուսնացած գլխից այդ մեծ գործեր ես բռնում։ Սատանա ես։ Բայց ինչ ես ուզում ինձ այն երեխա ունենաս։ Okay։ Արի գնանք բժշկիդ մոտ։ Բայց մի մոռացի, որ այս երկիրը կնոջ իրավունքների երկիր է։ Այս քո Հայաստանը չի, որ տղամարդը ինչ ուզի անի։ Ինչ ես ուզում ասես, որ տղամարդիկ այս երկրում իրավունքներ չունեն։ Ունեն։ Ես քեզ ոնց հասկացնեմ, որ ես քեզ չեմ սիրում, Լիլիթ։ Ինչ ես ուզում այդ երեխան դժբախտ լինի, առանց հեր մեծանա։ Իսկ ով ասեց, որ իմ երեխան առանց հերա մեծանալու։ Վերկաց գնանք բժշկիդ մոտ։ Չի գայս ես անտեր երկիրը, Սխալվում ես։ Այս երկիրը տեր ունի։ Ու տեր այրա բոլոր քաղաքացիներին։ Անօրինական մնացողներին աման գալիս, որ հետ ուղարկի։ Ու մի մոռացի, որ ես այս երկրի օրինական քաղաքացի եմ։ Հենց որ դու ինչ էլ անես, մեկը սխալ ես դուրս գալու։ Լավ։ Ես պապայդ հետ կխոսամ, որ գնամ ձեր տնից։ Գնա, վախկոտ։ Այսօր շուտ ես տուն եկել։ Կոստյումդ ինչ չես հանում։ Չես ուզում պարկել։ Ինչա։ Իսկ դու գեղեցիկ աղջիկների նկարներ էիր, չեմ անգալիս։ Այնքան քեզ չես հարգում, որ ամեն բամբասանքի հավատում ես։ Անինը ասել։ Իհարկե ոչ։ Անին ինձ ոչ մի բան էլ չի ասել։ Հակառակը, Անին այսօր իր ազատման դիմումն է գրել։ Ճիշտ էլ արել։ Ինչ ես ասել Անին։ Անին ասել եմ, որ իմ ընտանիքից հեռու մնա։ Քեզ
Քանի անգամ եմ ասել ինքնագործունեությամբ չզբաղվես, հա։ Ինձ շատ հետաքրքիր է, եթե դու իմ փոխարեն լինեիր, ինչ կանեիր։ Նախ, ես քո տեղը երբեք չեմ լինի։ Ու հետո, ինչա պատահել, որ տենց խառնվել ես իրար։ Ախր ես բացեցի այդ անտեր ամսագիրն ու Դու իրավունք չունեիր ինձ կասկածելու։ Չունեիր, Նինա։ Վերջապես կարող եմ հասկանալ, թե ինչ չեկեր եմ ստանում։ Քո քրտնաջան աշխատանքով վաստակած։ Հա, բայց որ գործիս համար։ Թոնի, ոնց չեմ սիրում, որ դու դերասանություն ես անում։ Էլի դերասանություն անելու ժամանակ չկա։ Ինձ կասես, որ գործնա ծախվել ու ում։ Դու ինչ է ծերացել ես, չես հիշում, ոնց էի խնդրում, համոզում, աղաչում, որ դաշնամուրի համար մի կոնցերտ գրես։ Էլի, բայց այդ գործը անավարտ է, դու ոնց ես ծախել։ Դու մի մտածի, գործիքավորողները արդեն ավարտին են հասցրել։ Այդ գործը ես չեմ լսել սկզբից մինչև վերջ։ Անավարտ է, դու ոնց ես լսել։ Թոնի, ես գիտեմ, որ դու տարօրինակ տղա ես, բայց սովորաբար քո նման խենթերն են, որ կարողանում են արտակարգ կամ հանճարեղ գործեր ստեղծել։ Խենթ։ Քո ձեռը խենթ չէ, աննորմալ եմ դառել։ Լավ, հիմա հանգստացիր ու ասա ինձ, թե ինչ դիսկ էր դրել Լիկայի մեքենայի մեջ։ Դիսկ։ Ինչ դիսկ։ Դիսկ, որի վրա դաշնամուրի համար գրված ստեղծագործությունը էր ձայնագրված։ Նել, դու իրոք լավ չես ու բժշկի կարիք ունես։ Կարան վերջապես մի հատ ստեղծագործությունը լսեմ։ Ուրեմն մի րոպե։ Ուրեմն դու ոչ մի դիսկ չես դրել Լիկայի մեքենայի մեջ։ Չէ, նյետ, նո, նիխտ։ Ուշ է արդեն։ Այդ ստեղծագործության հեղինակը դու ես։ Ու ասեմ ավելին, ոչ մի ջանք չեմ խնայել, որպեսզի հեղինակային իրավունքը քեզ պատկանի միայն։ Լավ, հասկացանք, բայց կարանք իմանանք այդ ինչ CD-էր, ումներ, վերջապես կարամ լսեմ այդ ստեղծագործությունը։ Լիկայի հետ պիտի խոսենք, որպեսզի հասկանանք ինչ է կատարվել։ Ստեղծագործությունն էլ հա։ Հիմա կմիացնեմ կլսես։ Հա։ Հազար եմ ասել ինձ մի սպասի։ Գնա քնի։ Մամ, վեր կաց, գնա եկել եմ, գնա հանգիստ պարկի քնի։ Էս ինչ է վիճակդ, մամ։ Կար տղես։ Էս ինչ է եղել, մամ։ Լակոտ չէ, մասա պապան, այլ մի բան արել։ Չէ, տղես, ոչ մեկն էլ չի նեղացրել։ Կին եմ էլի։ Մի բան հիշել եմ, հուզվել եմ։ Չէ։ Չի կարաս ես բան լինի։ Չէ ասեցի։ Չէ։ Չի կարա լինի։ Չի կարա լինի։ Հանգստացի։ Բարև ուստա խաչիկ։ Հոշատ շուշացա։ Կուզես ուշացի, կուզես մի ուշացի։ Շեֆը դու ես, ամեն շրջիկը վեր հետ կֆերես գործի մեջ եմ։ Լսի, այս դիսկը մի հատ լսենք ու քշի։ Քիծեր եմ են։ Թոնի ջան, ես ինչ լավ մուզիկա է, ես դու ես կերել։ Պարզվում է, որ հա։ Ինչ է պարզվում է, որ հա, դու կերել ես, դու չես հիշել, դու ես կերել։ Դե ոնց ասեմ, չգիտեի, որ ես եմ գրել։ Այդտեղ ճիշտ կսեն էլի, որ ես արվեստագետները մեծ տեսակում տարօրինակություններ ունին։ Ավասիկ։ Այդ տարօրինակությունները գալիս են ու ինձ են կպնում ուստա խաչիկ։ Լավ է։ Բայց ինչ կուզեմ շատ լավ գործ է, հալալ է։
Չգիտեմ էլ շնորհակալություն ասեմ, թե չէ։ Ո՞ց հավատանեմ շնորհակալության ինչ կարիք կա։ Բեմ Թոնի ջան, ստոպ սայնա, անստի, էս էր, չէ։ Ահա, մերլին տեղ ունի չի։ Լավ, ուստախաչիկ, ես գնամ մի քիչ անջատվեմ, զանգ կտամ կգաս։ Եմ չաս կծա սպասեմ։ Չէ, զանգ կտամ կգաս։ Դե զանգ կուտաս կուկամ, հա։ Սիտին տուր։ Սպասես զանգիս։ Դե ստամ ես։ Վերի եկեղեցին մեր կոդ մոն վառեմ նոր ստամ տունի։ Ես շապատի մեղքերից թողություն չէի տևե։ Այդ կնիկը ուրա գնացել։ Զանգերիս էլ չի պատասխանում։ Այ, տատիկը եկա։ Դու նստի խաղա, ես գնամ, դուռը բացեմ կամ։ Ցայն չանես։ Ես կսպանեմ։ Ձենը, Աչկա։ Ով եք դուք, ինչ եք ուզում ինձնից։ Վզնոցի տեղը ասա, մենք ես հանգիստ կտող։ Ինչ վզնոց, մենք ոչ մի վզնոց չունենք։ Ինձ նայ տեսնեմ։ Հետ ինչի ես լացել։ Հեչ մամ, մտածում եմ։ Լիլի, եթե լաց լնելու բանը, ասա միասին կլացենք։ Մամ, եթե Խորենը չուզենա ամուսնանալ իմ հետ, ինչ եմ անելու ես ես երեխային։ Մտքովդ անգամ չանցնի։ Ոնց չանցնի, մամ, հա? Ոնց չանցնի, Խորենը չի ուզում իմ հետ ամուսնանալ, հասկանում ես։ Ոնց թե չի ուզում ամուսնանալ։ Գլուխը պատովն են տալիս։ Ինչի այդքան հեշտ է ուրիշի ճակատագրի հետ խաղալը։ Մամ, ես չեմ ուզում ընտանիք կազմել, որտեղ սեր չի լինելու։ Ու չեմ ուզում իմ հետ ամուսնանամ, որովհետև ձեր աղջիկն եմ, որովհետև կարողություն ունենք։ Հիմա ուրիշը լիներ Խորենի տեղը, վաղուց ամուսնացել էր իմ հետ։ Լիլջ, հասկացի ես մենակ ու մասին եմ մտածում։ Ես իրան չեմ կարողանա մոռանալ, մամ։ Մի հատ կասես ինչ եք խոսել միասին։ Ինչ խոսեցիք վերջի։ Մամ, Խորենը ինձ չի սիրում։ Չի սիրում ինձ, հասկանում ես։ Ոնց թե չի սիրում։ Ոնց չի սիրում, Լիլ, հա? Բա որ չեր սիրում, ինչեր էդ ղալատն ուտում, հա? Ինքը մեղք չունի, մամ։ Ոնց թե մեղք չունի։ Ոնց չունի։ Ինքը տղամարդ է։ Ոնց որ բոլոր տղամարդիկ մենակ մի բանի մասին է մտածում։ Էդ ինչ ես խոսում, Լիլ։ Էդ ոնց ես խոսում։ Լիլ, հասուն կանայք անգամ քո նման չեն կարող տրամաբանել։ Լավ էլի, մամ։ Ես հիմա մենակ երեխայի մասին եմ մտածում։ Ճիշտ ես անում։ Լավ ես անում։ Այ մացի բալես։ Ինչ օրվա մենք որոշենք, ապան ոչ մի բան չի իմանա։ Եղավ բալես։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Չես հասկանում, թե չես ուզում հասկանաս, որովհետև հաստատ գիտես, որ հետևանքները դուրս չի գալու,
Ոնց որ ես չգնեմ, ես պատրաստ չէի ամեն ինչ, հենց անսպասելի հարված եկավ։ Sorry, ստիպված եմ նորից ասեմ։ Բարի գալուստ Ամերիկա խորեն։ Ամերիկան ինչ կապ ունի, որ ես էշի մեկն եմ։ Մեծ կապ ունի։ Այ երբ որ սկսես հոգեպես դառնալ ամերիկացի, այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի։ Չէ, ով ես դու։ Ոնց թողում եմ ես, մարդ եմ, ինչ պարտադիր է ամերիկացի լինեմ։ Շատ էլ պարտադիր է, ուղղակի հիմա չես հասկանում ինչ եմ խոսում։ Լավ, կարևորը դեպրեսիայի մեջ չընկնես, տեսանք ինչ ենք անում։ Չգիտեմ ինչի մեջ եմ ընկնելու թե չէ, բայց մի բան հաստատ եմ որոշել։ Վաու։ Բրավո։ Վերջապես խորեն Տալյանը ինչ որ մի բան որոշել է, եւ Վանոյից տնից դուրս եմ գալու, այնտեղ չեմ կարող ես ապրեմ։ Քեզ էլ դրնա Վանոն քեզ ասելու է, հա, խորեն ջան, բարի ճանապարհ, դուրդ բացա գնա, հա? Մոռացել ես, որ աղջկան հղիացրել ես։ Ես այդ հարցերը կլուծեմ, հա։ Կարամ չէ քո տանը ապրեմ։ Ես քեզ արդեն ասել եմ anytime։ Մենակ sorry, ես այդքան հարուստ չեմ, տանս մեջ դաշտամուր չունեմ։ Ես այնքան խնդիրներ ունեմ, որ ոչ նվագելու, ոչ ստեղծագործելու ժամանակ եմ ունենում։ Խորեն ջան։ Չես ասում, խորեն ջան։ Բայց քեզ պետք էր։ Համար այդ տան մեջ ապրում էիր, հանգիստ, սիրուն։ Ապրոստը ձրի, ուտելիքը ձրի, սիրուն մաքուր, թանկ քեզ կհագցնեին, դու էլ կֆրֆրայիր, ոտոտ կգցեիր ոտիդ, կստեղծագործեիր, իր աղջկա այդ կամոսնանայր, կորինականանայր։ Դու քո ձեռով քո գործերը բարդացնում։ Ես չեմ կարող ստրուկ լինեմ, մոռացա։ Ոչինչ, sense կտանջվեմ, բայց գոնե կիմանամ, որ ես ինքս ինձանով եմ մի բան եմ ասել։ Okay։ Քո ընտրությունն է, ոնց կուզես։ Մենակ տես մի ամիս հետո գլխիդ չտաս։ Չեմ տա։ Էլի չհիշեցիր ուրա վզնոցը։ Լսեք, ինչ վզնոց։ Մենք մի հատ վզնոց ունենք, եղբորս հետ Ամերիկա ենք ուղարկել։ Կոնկրետ ինչ։ Դե չգիտեմ, վզնոց էր կապույտ քարով, բայց ես չգիտեմ դա ձեր կոնտրացը թե չէ։ Լավ, ասենք ախպերդ այդ մեկը հետ Ամերիկա է տարել։ Ձեր տունը ուրիշ ցեպ չկա։ Լսեք, մայրս ինչ ուներ կամ վաճառելա կամ նվիրել։ Ում ա նվիրել։ Ինձ։ Բա ուր են դրանք։ Ամուսինս վաճառելա։ Էտա էլի։ Սամուն ապրանքը առեցրել է։ Ես է բիծու խելքին եմ ընկել։ Հələ մի հատ հիշի։ Մեր հետ էլ ում վրա է ինչ նվեր սաղացրել։ Հանգիստ թողեք ինձ, չեք հասկանում, մենք ոչ մի ոսկեղեն չունենք, սովորական ապրող մարդիկ ենք։ Տենեք։ Չէ, թողեք, մի տանեք երեխուս։ Ինչ եք անում։ Մամ ջան, ես հոգնած ես։ Հա, Նիկ ջան, շատ։ Պապան երբ ատում գալու։ Առավոտյան, ասեց ամբողջ գիշեր տաքսի եմ քշելու, ինչի համար ես հարցնում։ Այդ լավ է, ինչով պապան հետ գա, ես է կվերադառնամ։ Չհասկացա, բայց դու ուր ես գնում։ Լավ էլի մամ։ Վայ, այ տղա ջան, հերդ չասեց մնա տանը ու տանից դուրս չգաս։ Ոչ մի տեղ էլ չես գնա։ Մամ, մինչև ինքը գա, ես տանը կլինեմ։ Այ տղա, դու խիղճ ունես, հա։ Դու խիղճ ունես։ Խեղճ հերդ գիշեր ցերեկ աշխատում ա, որ քեզ էլի մասին չեմ խոսում։ Իսկ դու ամեն ինչ փչացնում ես։ Ոչ մի տեղ էլ չես գնա։ Մամ ջան, հարցեր կա, որ ես ինքս պետք է լուծեմ, որտեղ ոչ դու, ոչ պապան չեք կարող այդ հարցով ինձ օգնել։ Բայց դու ուր ես գնում։ Գոնե տեղը տասը։ Մարդ պետք է տենում։ Էդ ում ես տեսնելու։ Ո՞վ է այդ մարդը։ Մամ ջան, հանգիստ եղի։ Շատ վաղուց մեկը ինձ բան էր խնդրել։ Ու եթե հիմա ես իրան չօգնեմ այդ հարցով, շատ ամոթ բան կստացվի։ Երբ տանը կլինես։ Շուտ մամ ջան։ Բա որ հերդ տուն եկավ ինչ ասեմ։ Կասես լավ չէր զգում իրան,
իր սենյակում փակվել է։ Լավ, գնա, մի բան կմտածի։ Մամա, ունեմ աշխարհություն։ Գնացի, ոնչ։ Գնա։ Քո երեխու հետ ոչ մի բանը չի լինի, եթե իշս մերը տելում է ինչ նվեր տվել։ Լսեք, մենք ոչ մի բան չունենք, եղբայրս մի հատ մատանի էր նվիրել ընկերուհուն։ Մատանի։ Հա, մատանի, ոչ թե վզնոց։ Երեխուս չվնասեք, լսում եք, չվնասեք։ Ձեր Վանո, ես մի հատ շատ կարևոր բան ունեմ ձեր հետ խոսալու։ Ասա տենամ ինչ կա։ Մենակ խնդրում ինձ հասկացեք, ավելի շուտ ինձ ճիշտ հասկացեք։ Ինչ է։ Ձեր Վանո, ես ուզում եմ առանձին ապրել։ Տաթև։ Խորենը ոնց ուզի այս տան մեջ կապրի։ Եղավ։ Այդ քո գործը չի արդեն։ Իմ երեխեն կծնվի թե չէ։ Լելես Խորենը լավ տղա չի։ Մեկ ինձ թվում է մենք օց ենք տակացրել մեր տանը։ Դες 1000 անգամ ասի, թող մտնենք մի հատ տունը աբլավանենք։ Ասա տղեկի դու պատրաստ ըլն է, կարող է այսօր էլ զարմատ